Երեխեք բարի երեկո, ես աշխատանքից եկել եմ տուն, վայելում եմ սառը սուրճը, իդեալական ասենց արևոտ եղանակներին գործի տեղը նստած ուղղակի երազում եմ սուրճի մասին, բայց մոտիկ coffee house չունենք, բայց կարևորը տան մոտ կա, գալի վերցնում եմ, բարձրանում եմ տուն եւ վայելում եմ երեկոն, այսօր սարքելու եմ մեր սիրելի կոտլետները կտրատած հավի մսով, կարա լինի կրծքամիս, կարա լինի բդիկի միս, այս պահին ինձ մոտ կար կրծքամիս, դրանով եմ անում, ուզում եմ ձեր հետ կիսվեմ բաղադրատոմսով, որտեվ շատ համով է ստացվում ու ըստ իս ավելի հեշտ է ու համել, մի տեսակ ավելի թեթև կոտլետներ են ստացվում, Իրանից հետո սենց որ ծանրության զգացում համենայն դեպս մենք չենք ունենում։ Բայց մինչև այդ մտել եմ խանութ ու գիտեք ինչ եմ առել, լոլիկ, այս մի կոմ, այս սենց բան եմ առել, որը հենց հիմա ուզում եմ մի կտոր ահավոր ուտեմ, որտեղ համել մի քիչ սոված եմ։ Այս բանը, այն որ ասում եմ, մանկության հիշողությունները բան են անում, բացվում են, հիմա իմ մոտ է, հաստատ կհիշեք, որ գալիս էին հյուր, այս ռուլետներից էին բերում, նենց սիրտս ուզեց, մի տեսակ չեք պատկերացնի, մի հատ դանակ վերցնեմ, մի փոքր կուտենք, որ չչաղանանք, փոքր ժամանակ մի տեսակ ավելի համով էին սրանք թվում, Նորմալ է, որ այս սառնանում չեն պամ, եթե մեջը կրեմ է։ Լավ, ուզեմ ջեմ տունավորվի։ Չգիտեմ ինչի է coffee house-ի նշիկաթով լատեն այսքան համով։ Լավ, շանչան գործի։ Առաջին հերթին հավի կրծքամիսը, ինչքան հնարավոր է մանր կտրատում ենք։ Ես խոլոդից նոր եմ հանեմ, դրեցի միկրովալնովկա, մի քիչ հալացնող ռեժիմի վրա։ Ու սենց եմ որ հələ մի քիչ սառած ալնում ավելի հեշտ է կտրատվում։ Կրծքամիսը մանր կտրատում ենք։ Իսկ հետոն ինչ ենք անում, կասեմ հետո։ Դեպի ես ամեն օր աշխատանքից գալիս եմ ու սարքում եմ հաց։ Չնայած նրան, որ մեր ընտանիքը բազմանդամ չի, մենք 3 հոգով ենք ապրում, բայց ես մեկը ամեն օր պատրաստում եմ ու շաբաթ-կիրակի օրը 2 անգամ եմ պատրաստում, մի հատ նախաճաշ եւ իհարկե ընթրիք, նախաճաշ ընթրիք միշտ խառնում եմ, գիտեք չէ։ Որովհետեւ ես մի հատ տենց բզիկ ունեմ, սիրում եմ այդ օրվա թարմ սարքած ուտելիք ուտեմ, մյուս օրվանը չեմ սիրում, շատ քիչ բաներ կան, որ մյուս օրը համով ալինում կարամ ուտեմ, հիմնականում դրանք սուպերն են, որ նենց եմ սարքում, որ գոնե 2 օր ուտենք, մնացած ամեն ինչը այդ օրը սարքում եմ, այդ օրը ուտում ենք, վերջանում է, հաջորդ օրը թարմ սարքում եմ, քիչ քանակությամբ եմ սարքում, արդեն գիտեմ մոտավորապես Ինչը ինչքան ժամանակում կուտենք, ինչը տատին չի սիրում, չի հավանի, չի ուտի, մենակ իմ ու Արսենի համար եմ սարքում, ինչը գիտեմ, որ օրինակ տատին էլ է սիրում կուտի, մի քիչ ավելի շատ եմ սարքում, հիմնականում ամեն օր ես խոհանոցում այստեղ կանգնած եմ սարքելու նպատակով, ու իդեպ հաց սարքելը իմ համար ընդհանրապես դժվար չի, Ես այս ընթացքում երեխեք հանգստանում եմ, մարդ կա այդ հոգնում, գիտեմ, չի սիրում հաց սարքել, ես իրանց էլ եմ հասկանում, ես տենց շատ ընկերուհիներ ունեմ, ովքեր ատում են հաց սարքելու, մենք երազում ենք, թե երբ ենք իրար հարևան լինելու, որովհետև ես էլ չեմ սիրում սարքելուց հետո մաքրելը, մանավանդ այս մատվի մեբելը, որի վրա սաղ մատնահետքերը մնում է, ու միշտ սենց մտածում ենք, էլի ասում եմ, Ոյ որ իրար կողք ապրենք, դու հացը կսարքես, ես հետո կմաքրեմ, ասում ես էլ բան չեմ սարքի, շատ լավ իհարկե կլիներ, բայց ես սարքելուց հանգստանում եմ, իմ համար ընդհանրապես դժվար չի, ես սիրում եմ սարքեմ, մանավանդ սիրում եմ ուտում են իմ սարքածը եւ իհարկե ասում են, վայ, ինչ համով է, դա իհարկե ով չի սիրում, ամենաշատը չեմ սիրում մաքրել դուխովկան, Այդ իմ համար ահավոր բարդ է, այս երբ էր, մի տարի առաջ է եղել, որ խոհանոցս եկան մաքրող կազմակերպությունը մաքրեց, երեխեք այդ ինչ լավ էր, այդ ինչ հավես էր, ոնց որ նոր վերանորոգումից հետո լիներ, բայց դա խոհանոցը միանգամից կեղտոտվում է։ Իդեպ դուխովկայի հետ կապված լուծումը գտել եմ, ինձ թվում է ես մոտակա ժամանակները կվերցնեմ aerogrill ու ինչ շատ հետաքրքիր էր ով ունի aerogrill, ով է օգտագործում, որովհետև Instagram-ում շատ եմ տեսնում, բայց կարա մեծ մասը լինի գովաստ, իսկ ինձ հետաքրքիր է ձեր անկեղծ կարծիքը, արդյոք ունեք, օգտագործում եք, պրակտիկա հարմար է, որտև լսել եմ կարծիք, որ aerogrill-ի մեջ սարքած ուտելիքից ինչ որ տարօրինակ հոտ է գալի, պլաստմասի, թե ինչի, չեմ հիշում արդեն ինչ էին ասում,
Դե համար շատ հետաքրքիր է ու կխնդրեմ նշեք ֆիրման, որտեղ որ մտնում եմ էլեկտրոնիկայի խանութներ ու on-line նայում եմ արժեքները, 20,000-ից սկսում է մինչև 300,000 դրամ։ Բնականաբար հասկանում եմ, որ ֆիրմաների հետ է կապված այդ տարբերությունը, բայց դե որ չգիտես որ էլի առնես։ Так что, подружки мои, եթե դուք օգտագործում եք, կխնդրեմ ինձ նշեք լավ ֆիրմա։ Դաժե եթե օրինակ պատվիրել եք Wildberries-ից, գիտեք արտիկուլը, կարակ արտիկուլը ինձ գրեք եւ ես կպատվիրեմ եւ իհարկե կփորձեմ։ Վերջին շրջանում լսել եմ, որ միսը պետքա եփելուց առաջ չլվանալ, որ ինչ որ լվանում ես, իր բակտերիաները տարածվում են ու այդ ավելի վնաս է լինում, իսկ երբ որ միսը ուղակի մի անգամից խանութից բերում ես եւ եփում ես, տենց ոչ մի վնաս չի լինում, այնտեղ ինչ կա չկա մահանում է, ոչ չեմ կորում երեխեք։ Անկեղծ չեմ կորում, չեմ պատկերացնում, որ օրինակ սենց միսը առա, բերեցի տուն ու առանց լվանալու մի անգամից սկսեմ իրան եփել, կպնեմ, կտրատեմ, չգիտեմ, հələ հետաքրքիր է, դուք ոնց եք անում, արդյոք ճիշտ են ասում, այնց հետաքրքիր է, մեր թվերին, ինչ հիշում եմ, մամայինքս ասում եմ, «Տի սուպ ուտես, որ առողջ լինես», հիմա նայում եմ, մեկ ասում է սուպը բացարձակ առողջ չի, մեկ ասում է միսը առողջ չի, մի կերեք, այն մեկ ասում է կաթնամթերքը վնաս է, մի կերեք, ուղեղիս մեջ սա խառնվում է իրար, մի հատ ինֆորմացիա ես ստանում, ուզում ես մի քիչ sense այդ ինֆորմացիան մեջը տեփես, հասկանաս սննդային վարքդ փոխես, մեկ էլ հոպ հայտնում է մեկը, որ ասում է, «Դա վնաս է կարա, դա մի կեր»։ Հիշում եք ավոկադոյի հետ կապված, ինչքան ռեկլամ արեցին ավոկադոն, ես իրականում ավոկադո շատ եմ սիրում, ինչքան ասեն վնաս է, մեկը կուտեմ, բայց մեկ էլ հոպ հայտնվեց մեկը, ասեց ավոկադոն վնաս է, մի կերեք։ Այն օրը մի հատ պապիկի էի լսում, ասում է սուպերը վնաս են, մի կերեք։ Հա, իդեպ, այն օրն մի հատ հոլովակ տեսա, որտեղ մի հատ մարդ ասում էր, որ նախաճաշելը վնաս է։ Սաղկյան գիտեմ, որ պետք է արթնանաս, նախաճաշես, ջուր խմես, կես ժամ անցնի նախաճաշես, ու տենց անցնես օրվա գործերիդ, հիմա այդ մարդը ասում է, եթե դու արթնանում ես ու սովածություն օրգանիզմդ զգում, ուրեմն դու ունես լյարդի նյութափոխանակության խնդիր։ Պիտի դու արթնանաս 3-4 ժամ հետո նոր սովածանաս ու նախաճաշես։ Մարդ բան չի հասկանում, գիտեք։ Վերջ միսը կտրատեցինք, մոտավորապես այսպես կտորներ պետքա լինեն։ Ու հեսա արդեն կասեմ ինչ ենք ավելացնելու վրան, բայց կներեք մի հատ մի վայրկյան սուրճս խմեմ։ Վերջին մի շաբաթը ընենց է սիրտս սուրճ ուզում, գալիս է մի պահ, որ կարամ օրը մի հատ խմեմ, զորով խմեմ, դաժե էդ էլ չխմեմ, ու սենց գալիս է մի հատ ուրիշ շրջան, որ անընդհատ սուրճ եմ ուզում, ես արդեն այսօր 3-րդ սուրճս է, որ խմում եմ։ Բայց ոչինչ, վաղը շաբաթ է, այսօր կարամ ուշ քնեմ, վաղը երկար քնեմ, նենց եմ զգում շաբաթ կիրակի օրերը մենակ քնելու համար։ Դուք մենակ առավոտուց արթնացող մարդիկ կհասկանան ինչ դաժան է, երբ որ դու արթնանում ես, դրսում անձրև է, հով, տաք հաջալի տակ, կողքդ քնած է մարդդ, տունը սաղ քնած է, իսկ դու պիտի գնաս գործի։ Այդ շատ դաժան է։ Ահա, հիմա ստեղից մենք կհանենք ճորկան եւ այս քերիչը, որը պատվիրել էի Թեմուից ու մեղմ ասած հիմարությունն է, բայց հեսա կփորձեմ դդմիկները սրանով մի թեթև սենց քերեմ ու նոր կանցկացնենք քերիչով։ Իդեպ իմ նկարահանման եւ ոչ միայն էլի սենց էսթետիկ օգտագործման իրերը սենց պահում եմ առանձին դարակներում, սրանք տատին հիմնականում չի սիրում, չի օգտագործում։ Մեր տունը ամեն ինչից 2 հատ 3 հատ կա։ Իմը տատինը, իմ սիրած բաները, տատիի սիրած բաները, որտեվ տատին հին բաները շատ է էլի սիրում։ Ասում է հինը որակով է, հինը լավն է։ Այդպես։ Հաջորդը ինչ ավելացնելու ենք մսին, դա քերած դդմիկն է, երբ որ դդմիկի կիլոգրամը 1 միլիոն դրամ էր, ես ավելացնում էի կարտոֆիլ, էլի շատ համով է լինում, կարաք նաև ավելացնեք գազար, ավելացնում են նաև լոլիկ ու գունավոր պղպեղ, բայց անկեղծ ասած ես մենակ դդմիկ եմ անում, հավի ու դդմիկի համադրությունը իդեալական է։ Вообще չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր կաբաչկի կամ բադրջան չեն սիրում։ Անկեղծ չեմ հասկանում։ Օրինակ դրանցից մեկը իմ աղբերն է։ Ինչ հիշում եմ, մաման փոքրուց հետը կռիվ անում։ Էսի կերենի ասում բադրջանա չեմ ուտի։ Մաման ասում այ տղա էսի համով բան է ու մի խոսքով հաստատ շատերի տներում տենց է։ Անցկացնում ենք քերիչով, բայց կարող է մի հատ հերիք էր։ Լավ, ոչինչ։ YouTube-ից հետ կապված շատ մեծ պլաններ ունեմ։ Ուզում եմ խոհանոցի հետ կապված մի հատ շատ հետաքրքիր բան նկարեմ։
արդեն միտքը ունեմ, ուղղակի պետք է այդ միտքը մի քիչ էփել, քննարկել ընկերուհուս հետ, հասկանալ, խորհուրդ հարցնել, հասկանալ արդյոք մարդկանց հետաքրքիր կլինի գնալ։ Բնականաբար հիմա սենց բառացի ձեզ չեմ ասի ինչ եմ մտածել, բայց ներգրաված են լինելու այլ բլոգերներ, համ food, համ էլ ոչ, իհարկե lifestyle, այտենց ու կապված լինելու, բայց խոհանոցի ու պատրաստման հետ, բայց շատ հետաքրքիր սենց ինչ որ զվարճալին ծիծաղալու տարբերակով գնալու ենք իրանց տուն, մտնելու ենք իրանց խոհանոց և փորձելու ենք այնտեղ ստեղծագործել։ Հույս ունեմ, որ ինձ ծանոթ բլոգերները ինձ կաջակցեն և չեն մերժի իմ իրանց տուն գնալու և իրանց խոհանոց ներխուժելու ցանկությունը։ Ես իրականում տենց խոհանոցի հետ կապված ինչ-որ հավես շոուներ YouTube-ում չեմ տեսել, նկարելու ենք ամբողջը մեր ուժերով, ընկերուհիս ունի շատ թույն կամերա, որը առել է ուղղակի տունը դրել է ունենալու համար, բայց ես նրան տշահագործեմ։ Միկրոֆոնը կա, լույսերը կան, ամեն ինչից հասկանում ենք, գլուխանում ենք, մոնտաժ կարում ենք անենք, ինձ թվում է հետաքրքիր մի բան կստանանք։ Քերած դդմիկը ավելացնում ենք տարայի մեջ։ Հիմա պետք է դդմիկը մի քիչ թողենք, վրան կարանք աղանենք, որ ջուրը դուրս գա, հետո կքամենք, կավելացնենք հավի կրծքամսի վրա։ Վերջ դդմիկը քամեցինք, ավելացնում ենք հավի կրծքամսի վրա և ավելացնում ենք 1 ձու։ Ամեն անգամ սենց ամանները ռակվինայի մեջ շարելուց գիտեք ինչ եմ մտածում, թե ինչ հիմարություն արեցի ես, որ երբ որ այս տունը վերանորոգում էինք, իմ անչափ բարի կիսուրս ասեց արի բան առնենք, սպասքլվածով մեքենա առնենք, ասի չէ, ես ձեռով կլվամ, բան ինչ-որ սենց թազա հարսեի համեստ բաներ էի անում, և Զարա ջան ձեռով լվամ։ Հիմա սենց մի անգամից կդնեի մեջը ու այսքան չէի մտածի։ Ավելացնում ենք աղ, ավելացնում եմ այս իմ սիրած համեմունքը, երեխեք խնդրում եմ այս համեմունքը ֆիքսեք, եթե հավ եք սարքում, հավի մսի հետ իդեալական է լինում, ամեն ինչի մեջ ավելացնում, դաժե բանջարեղենի հետ է համով լինում, բայց մսի հետ վաբշե իդեալական է լինում, գնում եմ ես կոնկրետ կայզերից, բայց ինձ թվում է ամենտեղ կա այս ֆիրման, 200 քանի դրամ է, մի քանի անգամ իրան կարակ օգտագործեք, բայց հավատացեք ձեր ուտելիքի մսի համը մի անգամից փոխվել է ու շատ համով է լինելու։ Ավելացնում ես համեմունքը, որտեղ կա հավի միս, այս համեմունքը ես պարտադիր օգտագործում եմ։ Կարմիր կծու պղպեղ, որովհետև ամուսինս շատ կծու ուտող է։ Մի քիչ կանեմ, որ ես էլ կարենամ ուտեմ, ես այդքան կծու չեմ սիրում։ Մի քիչ սև պղպեղ։ Կավելացնեմ նաև սխտոր։ Եթե ունեք սխտորի փոշի, կարող ավելացնեք սխտորի փոշի, բայց ես այս պահին չունեմ, կավելացնեմ 2 պճեղ սխտոր։ Այսինքն պուճուր քերիչով կանենք սխտոր։ Ող ոնց եմ սիրում սխտորի հոտը։ Գիտեմ, որ շատ տարօրինակ բան եմ ասում, բայց սիրում եմ։ Մեկ էլ տենց սիրում եմ ձկան հոտը, երբ որ դուրսը քայլում ենք ու թարմ ձուկ են ծախում, հոտը գալիս է, ասենց ասում ող ոնց եմ սիրում այս հոտը, ընկերուներս զարմանում են։ Ասում են Զարա ջան, քո այդ ամեն ինչ կարգին, ասում եմ, այո, բայց իրոք սիրում եմ։ Սխտորը արեցինք, հավաքում ենք այստեղ։ Եվ ավելացնում ենք մանի։ Մեր դարակներում տեղ չկա, երեխեք, սենց բաները, որոնք տուփեր չունեն, սենց ընդհանուր մի ամանի մեջ եմ պահում։ Մանին էլ տոպրակը ճղվել էր, ազատ աման չունեի, դրա համար այս զիպ տոպրակի մեջ եմ պահում։ Խնդրում եմ не осуждать։ Մոտավորապես այսքան մանի ենք ավելացնում։ Մանին կարակ փոխարինեք նաև բաքսիմատով։ Վերջ հագնում ենք ձեռնոցը և խառնում ենք այս ամենը։ Սա ձեռնեց չէ, սենց առանց ձեռնոց արեցի, բայց այս խառնելու պահը չեմ կարում առանց ձեռնոց, պարտադիր ձեռնոց հագնեմ, նոր խառնեմ։ Ընթացքում եթե ինքը մի քիչ ջրիկ թվա, հիշեք, որ մանին ջուրը կքաշի իր մեջ, կկուրչի ու արդեն իր կազմությունը կդառնա իդեալական, հարգելիներս։ Հեսա կաբաչկայով կատլետների սեզոնն էլ է բացվում ու բոլորի տներում սաղ ամառ նույն բաղադրատոմսն է լինում։ Վերջ, պատրաստ է, մի հատ ստեղ արագ հավաքեմ,
ու սկսենք տապակել։ Այս կոտլետները ի տարբերություն մենակ դդմիկով բանջարեղենային կոտլետներից այդքան շատ զետ անընդհատ պետք չի ավելացնել, մի անգամ ավելացնում ենք, տապակում ենք, ինքը սենց ընտիր լինում է։ Իսկ դդմիկով կոտլետների համար պետք է անընդհատ զետ ավելացնես։ Այս սենց գթալով վերցնում եմ, ավելացնում եմ, մի քիչ սենց տապակացնում եմ, մի թեթև ֆորմա եմ տալի ու всё։ Իդեալական ստացվում է, երեխեք, ոչ փշրվում է, ոչ փխլվում է։ Կարևորը որ այս թավան լավը լինի ու չկպնի։ Մի հատ հարց ունեմ, մենակ ես եմ նենց բզիկով, որ տապակելու ընթացքում անընդհատ սենց սրբում եմ այս հատվածները, կողքերը, բայց ասենք իմաստը էլի, եթե հեսա մի վայրկյան հետո էլի լինելու է, կարելի է սպասել, վերջանա, նոր հանգիստ մաքրել չէ։ Ես պետք է անդադ այսպես սրբեմ ու ստանջեմ։ Նոր տատին եկավ, ասում է, որ խնդրեմ սրանից հետո մանդակ կտապակես։ Մոնդոկն ինչով ոնց են տապակում, ասում, հա ոչ ես դրա ձևերը չգիտեմ։ Մի խոսքով տատին ասեց եւ այս կոտլետների հետ կտապակենք մանդակ, որը որ ես չեմ ուտում։ Ասում եմ, չէ, մեր ու տատի համային սերերը լրիվ տարբեր է։ Ինքը այդքան կծու չի սիրում, համեմունքները տենց արտահայտված շատ չի սիրում։ Մի խոսքով ամեն մարդ իր ձեռին է, էլի սովոր։ Առաջի պարտիան պատրաստ է։ Այսպես քամում ենք։ Ու հեսա ձեզ ցույց կտամ, թե ոնց է ստացվել։ Այս կոտլետների հետ շատ համով լինում է կարտոֆիլի պյուրեն կամ օրինակ ժարիտը։ Բայց ես իր հետ ոչ մի բան չեմ անելու, որովհետև ես նեղացել եմ իմ ամուսնուց, նայեք ինչ մեջը նենց սոճնի է լինում, երեխեք։ Ես նեղացել եմ իմ ամուսնուց, որովհետև երեկ ես աշխատանքից եկա տուն, ափալ-թափալ, իր համար համով բաներ սարքեցի ու ինքը գրեց, որ գնում է հաց ուտելու կենտրոն ու պատկերացնում եք իմ դեմքը, ասում եմ չի կարելի, տենց բաները նախորոք ասել, ասում նախորոք չգիտեի, որ ասեի։ Ու սենց ես անիմաստ երեկ հաց սարքեցի։ Ես չէի ուտում, իր համար էի սարքել։ Հիմա ասեք, արդյոք դա նեղանալու չի։ Ըստ իս, եթե ես դաժե գնայի ԶԱԳՍ եւ գրեի բաժանման դիմում, շատ արդարացված կլիներ։ Կարակ գուշակեք առաջին օվաուտում իհարկե նա ով տանջվել եւ պատրաստել է։ Խնդանում եմ այս կոտլետների համար։ Երեխեք շատ համով անպայման փորձեք, գոնե մի անգամ սարքեք, վստահ եմ, որ կհավանեք, բայց անպայման այն իմ ասած համեմունքը կավելացնեք։ Վերջ էսեր կոտլետների բաղադրատոմսը, ստեղ 3 հատիկ այդ էլ լինի ու ես կավարտեմ իմ այսօրվա գործը խոհանոցում որպես խոհարար եւ կսկսեմ իմ գործը որպես մաքրուի, որտեվ մենք ձեթի մեջ փայլում ենք։ Ու վերջում ուզում եի ձեզ ասեի, որ անպայման հետևեք իմ Instagram-ին, YouTube-ում արդեն համարյա հասնում ենք 8000 հոգի, այդ 8000-ը որ Instagram-ից հետևեիք, ինչքան կլիներ 17000 + 8000 ինքներդ էլ կհաշվեք։ Այդպես գնացի, ձեզ լավ երեկո, ապրեք որ նայեցիք։